Շնորհակալություն քեզ, այո, դու միակ հույսն ես մեր Տեր, դու ես մեր հույսը, դու ես մեր լույսը, դու ես մեր առաջնորդը, այս չար կյանքի մեջ, այս չար օրերի մեջ, Տեր, մենք հանձնվում ենք քո առաջ և ասում ենք, օգնիր մեզ գնալու առաջ, օգնիր մեզ ապրելու Տեր իմ Աստված, շնորհակալ եմ այս օրվա համար, շնորհակալ եմ այս մարդկանց համար, շնորհակալ եմ Տեր, որ նորից այսօր էլ արթնացանք և հնարավորություն ունեցանք կանգնելու քո առաջ, երկրպագելու, մեծարելու քեզ, միայն քեզ, ողջ փառքը միայն քեզ, հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիներս, կարող եք նստել Տիրոջ քաղցր ներկայության մեջ, շնորհակալություն ձեզ, Տերը շատ օրհնի, ինձ համար այսօր պատիվ է, կանգնեմ ձեր առաջ, Տիրոջ առաջ և կիսվել Աստծո խոսքով, սիրելիներս, ողջունում եմ բոլորիդ, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել, ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, թող Տիրոջ գերբնական սերը, զորությունը, ուրախությունը միշտ ձեր հետ լինի, շնորհակալություն Տիրոջը, սիրելիս ուրախացիր, որ այստեղ ես, ուրախացիր քո կողքի նստողի համար, գիտես մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ ձեզ, քո կողքի նստողը Աստծո սերն է իրան բերել, ես այսօր գիտեք այնքան մտածել եմ, եթե չլիներ Աստծո սերը, մենք այստեղ ինչ գործ ունեինք, կուզենայիր ես ամեն կիրակի հավաքվել, չէիր ուզենա, բայց գիտեք ոտքերս վազում է Աստծո տուն, հոգիս ցնցում է, որ ինձ ասում են գնանք եկեղեցի, ես այսօր մեր տան մեջ ասում եմ, ես չեմ ուզում եկեղեցուց տուն գնամ, գիտեք ես ունեմ հրաշալի ընտանիք, իմ տան մեջ չկա կռիվներ, իմ տան մեջ չկան, չգիտեմ, խառը պատմություններ, բայց ես ավելի ինձ այստեղ լավ եմ զգում, ձեր հետ ես երջանիկ եմ, Աստված օրհնի բոլորիդ սիրելիներս, թող Տիրոջ հոգին առաջնորդի այն խոսքը, որ Սուրբ Հոգուց ստացել եմ, կարողանամ այսօր իր առաջնորդությամբ հասցնել ձեզ սիրելիներս, Տերը օրհնի, ուրախ եմ ձեր համար, մինչ խոսքին կանցնեմ, որ ասեմ, որ շուտով մենք մեր եկեղեցին կդառնա 7 տարեկան, այս փետրվարի, փառք Աստծուն սիրելիներս, այս փետրվարի վերջի կիրակին, ամսի 23-ին կլինի եկեղեցու ծնունդը, փառք Աստծուն, գիտեք, մենք արդեն կաթնակեր չենք սիրելիներս, երեխան երբ որ դառնում է 7 տարեկան, ուր են ուղարկում երեխային, սովորելու, չէ, իմ ու քո սովորելու ժամանակն է, գիտես սովորելու գրքերի գիրքը, սովորելու ճշմարտությունը, ասում է ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ, ճշմարտությունը երբ որ ճանաչես, առաջինը քեզ ազատ կանի, ճշմարտությունը երբ որ ճանաչես, ավետարանը բարի լուրը, ճշմարիտ ձևով կփոխանցես, չես աղավաղի ու հետո այլ պատմությունների մեջ չես ընկնի, փառք Աստծո սիրելիներս, այնպես որ մենք արդեն մեծ ենք, մեզ պինդ կերակուր է պետք, կաթի ժամանակը վաղուց անցել է արդեն, մենք միասին շատ գործ ունենք անելու, չնայած ոչ մի խնդիրների, ամեն խնդիրներ Աստված հարթեցնում ասում է, եկեք ինձ հոգնածներ և բեռնավորվածներ, իմ լուծը վերցրեք, որ թեթև է, քաղցր է, գիտես Աստծո մեջ, երբ որ ապրում ես Աստծո հետ, դու երջանիկ մարդ ես, գիտես իսկ որտեղ Աստված չկա, այնտեղ չկա երջանկություն, երբ որ Աստծո հետ ես ապրում, կյանքդ լցվում է գույներով, երբ որ Աստծո հետ ես ապրում, դու մի այլ ուրիշ ուրախության մեջ ես, աշխարհը չի կարող տալ այդ ուրախությունը, մարդը չի կարող քեզ այդպես ուրախացնել, դու մի հատ ծաղիկին որ նայում ես,
Ինչպես շատ անգամ Աստվածաշունչը ասում է, նայեք թռչուններին, նայեք, չէ, համեմատում ասում է, նայեք բույսերին, շուշաններին ոնց են հագնված։ Գիտեք, դա հենց այնպես չի, որ ասում է։ Դու վայելում ես ամեն օրդ։ Դու սպասումդ միայն նրանից է, մարդուց չի։ Երբ որ այս սպասումդ մարդուց է լինում, շատ վատ է։ Ապրեք Տիրոջ հետ։ Այսօրվա խոսքը, անցնեմ խոսքին, սիրելիներս, Փառք Տիրոջը Սուրբ Հոգու համար, ես զարմանալով զարմանում եմ, չգիտեմ, Սուրբ Հոգին անգամ գիշերն է արթնացնում, որ իր ժողովրդի համար հոգ է տանում, սիրելիներս, որ այդ ամեն ինչը հավաքվում ու դառնում է մեկ մարմին, այդ քարոզը դառնում է մարմին, որ այդ մարմինը այսօր, այդ հաց ասեց, ես եմ հացը կյանքի, ինձ կերեք, որ այսօր ուտենք ու ապրենք։ Գիտես, մինչ կանցնեմ, ես ուզում եմ իմ խոսքը սկսել Սաղմոսով, գիտեք, մենք միշտ ուզում ենք ապահով ապրենք, այդպես չի։ Մենք ուզում ենք ապահով երկրում ապրենք։ Մենք այս խառը իրավիճակների մեջ փնտրում ենք, նայում ենք, որ երկրում է ապահով։ Որ մեր երեխաները ապահով տեղ մեծանան, բայց գիտեք, առանց Աստծո ոչ մի տեղ ապահով չի, ոչ մի տեղ, բայց Աստվածաշնչում կա մի տեղ, որ ասում է երկրի վրա ապահով է, գիտեք, ով է ուզում ապահով ապրի, ձեռքերը տեսնեմ, ես էլ ձեր հետ, Սաղմոս 91, Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը, Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում, ես կասեմ իմ Տիրոջը, իմ ապավեն, իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ, որովհետև նա կփրկե քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը, նա կծածկե քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը ասպար է և զրա, դու չես վախենա գիշերվա զարուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, այն ժանտախտից, որ խավարում շուռ է գալիս, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրումը, 1000 հոգի քո կողմից կընկնեն, 10,000 քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա, միայն քո աչքերով կնայիս և ամբարիշտների հատուցումը կտեսնես, որովհետև դու ես Տեր, իմ հույսը, դու Բարձրյալին քեզ ապավենարիր, քեզ չար բան չի հասնի և նեղությունը չի մոտենա քո բնակարանին, որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը, նրանք ձեռքերի վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարին չդիպցնես, այրուցների և իժերի վրա կգնաս, այրուցների կորունների և վիշապին ոտով կող կտաս, որովհետև նա ինձ ցանկացավ և ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչե դեպի ինձ և ես կլսեմ նրան, և ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեսնեմ նրան և փառավոր կանեմ նրան, երկար օրերով կկշտացնեմ նրան և իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Ամեն, ամբողջ փառք Աստծուն, ահա այն մարդը, ով բնակվում է Բարձրյալի ծածկոցի տակ։ Այնպես որ ես ու դու ապրում ենք ապահով տեղում, սիրելիներս, նա ուշադիր եղեք, իր հրեշտակներին հրամայել է, որ քեզ իրենց ձեռքերի մեջ տանեն, ձեռքերի վրա տանեն։ Գիտեք, գոյություն ունեն գործող հրեշտակներ։ Գործող հրեշտակները ամեն ուր, ամենտեղ մեզ հետ են։ Եբրայեցիներս առաջի գլխի 14 խոսքում ասում են, նրանք սպասավոր հոգիներ են, նրանք կատարում են երկնային հոր կամքը երկրի վրա, այն ժամանակ, երբ որ ես ու դու Հիսուսի անունով աղոթք ենք բարձրացնում, հրեշտակները իրանց կամքը չունեն, հոր կամքը կատարում են, ու երբ որ ես ու դու անցնում ենք նեղության միջով, նրանք մեր հետ են, ամեն ժամանակ,
շուտով մենք այդ դասը կանցնենք, ավելի խորը կծանոթանանք հրեշտակների հետ։ Սիրելիներս, հրեշտակները մեր հետ են, երբ որ մենք բարձրյալի ծածկոցի տակ ենք, բայց երբ որ մարդը դուրս է գալիս բարձրյալի ծածկոցի տակից, գնում է մեղքի մեջ, այստեղ հրեշտակները չեն կարող գալ, իրանց իրավունք չի տրված գալ այստեղ, նրանք այդ կամքը չունեն, մեղքի մեջ Աստծո կամքը չի կատարվում, այստեղ մեղքի մեջ գործում են սատանան, դիվային ուժերը և ընկած հրեշտակները, Լուցիֆերին հիշում եք, դաս ենք անցել, ընկած հրեշտակին, այստեղ մեղքի մեջ Տիրոջ կամքը չի կատարվում, մարդը ինքն է որոշում մնա բարձրյալի ծածկոցի տակ, թե գա մեղքի մեջ, որտեղ չկա Աստված, որտեղ չկա Աստծո կամքը, սիրելիս, իսկ մեր Աստված ինքը տվել է ազատ կամք որոշելու, մնաս բարձրյալի ծածկոցի տակ, այն ինչ որ կարտացի, նա ասպար է, զրահ է, քո բնակարանին չարը չի մոտենա, և տվել է կամք որոշես, մնաս թե դուրս գաս, գիտեք անառակ որդին երբ որ հոր տնից դուրս եկավ, հոր ասես տուր իմ ունեցվածքս, գնամ ինչ ոնց ուզեմ ապրեմ, գիտեք հայրը չասավ, չէ տղա ջան մնա, իմ հետ մնա, տվեց իր ունեցվածքը, վերցրեց, գնաց անառակների հետ վատնեց, ու մի օր ինքը իրան գալով հասկացավ, էս ինչ կյանքա որ ես ապրում եմ, վեր կենամ գնամ իմ հոր տուն, ու գիտես շատ ժամանակ մարդը ինքն է գնում մեղքի մեջ, ընկնում է սխալ բաների մեջ ու ասում է, բա Աստված ուր էր, ինչի չպահեց։ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Կարևորը, որ մենք մնանք միշտ այնտեղ, հուսանք նրան, ապավինենք ու հավատանք Աստծուն, սիրելիս հավատա Աստծուն, Աստված գերբնական բաներ անելու քո մեջ, դու էլ նույնը չես լինելու, Աստված փոխելու է քեզ, ամեն ինչը տա փոխելու, կյանքդ փոխվելու է, մնա բարձրյալի ծածկոցի տակ, չես վախենա ոչ մի բանից, հույսդ, ապավենը թող միայն Աստված լինի, մարդկանց վրա հույս չդնեք, գիտեք, մարդիկ այսօր տարբեր բաների են հուսացած, որոշները հուսացած են իրանց փորձառության վրա, ես փորձառու մասնագետ եմ, ես չեմ սխալվի, որոշները իրանց հասկացողությանն են վստահում, որոշները իրանց հույսը դրել են երեխաների վրա, երեխան բերել են, որ մեծանա ինձ, որոշները իրանց հարստության վրա, մի քանի հատ տներ ունեն, շատ լավ է, հարստությունը լավ է, սիրելիս, բայց գիտեք սիրելիս, որտեղ Աստված չկա, շատ վտանգավոր է, հույսդ միայն Աստծո վրա դիր։ Ես այսպիսի խոսքեր եմ իմ համար անգիրարել ու իմ տան մեջ բարձրաձայն ամեն օր ասում եմ։ Միքիա Մարգարեության 7-րդ գլխի 7-րդ խոսքը։ Բայց ես Տիրոջը կսպասեմ, կհուսամ իմ փրկության Աստծուն, իմ ձայնը կլսի իմ Աստված, մի ուրախանա ինձ վրա, ով իմ թշնամի, թեև ընկնեմ, վեր կկենամ, թեև խավարի մեջ նստեմ, Տերը ինձ լույս կլինի։ Գիտես, փառք Տիրոջը, թեև ընկնեմ վեր կկենամ, թեև խավարի մեջ լինեմ լույս կլինի, գիտես հաճախ լինում է, որ հոգևորի կյանքում, հոգևոր մարդն էլ ընկնում, որովհետև մարդ է ինքը, Աստված չի, բայց գիտես երբ որ ընկնում ես, ոչ մի ծնող, երբ որ իր երեխան ընկնում է, ինքը ավելի չի խփում, որ ինքը չբարձրանա, ձեռքը մեկնում բարձրացնում է, այնպես որ եթե ընկնես չվախենաս, Աստված բարձրացնելու է, միայն թե ապավենը թող Աստծո վրա լինի, սիրելիս, փառք Տիրոջը, փառք Աստծուն, շնորհակալություն Տիրոջը, այսօր ուզում եմ քեզ ասել, հույսդ ոչ մեկի վրա չդնես,
Մի օր այդ հույսը ամոթով կթողնի քեզ սիրելիս։ Մի օր, գիտես, շատ ծնողներ, շատ պատմություններ կան, որ հույսը դրել են, իրանց կյանքը չեն ապրել, հույսը դրել են երեխաների վրա։ Կգա ժամանակ, այդ երեխային ասում են, այսօր մենք քեզ պահել ենք, վաղներ դու ես մեզ պահելու։ Չէ, մի ասեք։ Ինչ որ ունես, օրհնիր։ Օրհնիր, երբ որ մենք օրհնում ենք, ոչ թե հուսում ենք ինչ որ մի բանի, այլ երբ որ օրհնում ենք, մենք տալիս ենք Տիրոջ բարեհաճության մեջ, Տիրոջ բարի, հաճելի կատարյալ կամքի մեջ։ Օրհնիր երեխաներիդ, օրհնիր ունեցվածքդ, շատ լավ է, որ ունեցվածք ունես, բայց թող քո սիրտը այնտեղ չլինի։ Գիտեք ինչ է ասում Առաջի Պետրոսի 1:21 խոսքը։ Առաջի Պետրոս 1:21 Ձեզ նրանով այն Աստծուն հավատացողներիդ, որ նրան մեռելներից հարուցրեց եւ փառքը նրան տվեց, որ ձեր հավատքը հույսը Աստծո վրա լինի։ Որ ձեր հավատքը հույսը միայն Աստծո վրա լինի։ Մի հուսակ մարդկանց Աստծո խոսքը ասում է հույսդ մի դիր մարդկանց վրա, մարդկանց որդիների վրա, որտեղ փրկություն չկա։ Փրկությունը Աստծո մեջ է սիրելիս։ Փրկությունը մեր Աստվածն է։ Մեր հույսը մեր Աստվածն է, որը հույսը Հռոմեացիների 5:5 ասում է հույսը չի ամաչեցնում, հույսը երբեք ամոթով չի թողնում։ Փառք Տիրոջը, այսօր եկել եմ ասելու քեզ, հույսդ միայն Աստծո վրա դիր ու շարժվիր առաջ։ Միայն նրան նայիր, ոչ մեկին մի նայիր։ Ու կտեսնես անհնարինը դառնում է հնարավոր քո կյանքում։ Փառք Աստծուն։ Ուզում եմ մի պատմություն կարդալ Մարկոս ավետարան 10-րդ գլխի 17 խոսքերը։ Մի հետաքրքիր պատմություն։ Եվ այնտեղից ճանապարհ գնալիս մեկը վազելով եկավ ծունր դրավ նրան, հարցնում էր ասում. «Բարի վարդապետ, ինչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսն էլ ասաց նրան. «Ինչու ես ինձ բարի ասում, ոչ ով բարի չկա, բայց միայն Աստված։ Պատվիրանքները գիտես. մի շնանար, մի սպանիր, մի գողանար, մի սուտ վկայիր, մի զրկիր, քո հորը եւ մորը պատվիր»։ Նա էլ պատասխանեց ասեց նրան. «Վարդապետ, այդ ամենը իմ երեխայությունից պահել եմ»։ Հիսուսն էլ մտիկ տվավ նրան, սիրեց եւ ասեց. «Մեկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունես ծախիր եւ աղքատներին տուր, եւ գանձ կունենաս երկնքում, եւ խաչդ առած եկ իմ հետևիր»։ Նա էլ իր խոսքի համար դժվարացած գնաց տրտմած, որովհետեւ շատ ինչքի տեր էր։ Եվ Հիսուսը շուրջը նայելով ասաց իր աշակերտներին. «Ինչքան դժվար է, որ հարստություն ունեցողները Աստծո առկայությունը մտնեն»։ Տեսեք, մի երիտասարդ երեխայությունից պահելա պատվիրանները ու ասում է. «Բարի վարդապետ, ինչ անեմ, որ ժառանգեմ։ Էս ինչ բաներ արել եմ, պատվիրաններդ պահել եմ»։ Ու Աստված ասեց մի բան է, Հիսուսն ասեց մի բան է քեզ պակաս։ Գնա, ինչ որ ունես, ծախիր տուր աղքատներին։ Գիտեք, Հիսուսի նպատակը նա չէր, որ այդ տղան աղքատանար ու գար Տիրոջ հետևից։ Հիսուսի նպատակը նա էր, որ իր սիրտը փրկեր իր ագահությունից։ Գիտեք, Աստված ասում է ինձ երկրպագողները հոգով ու սրտով կերկրպագեն։ Մենք պետք է հոգով ու սրտով երկրպագենք։ Ու բերեց այսպիսի մի օրինակ։ Եվ Հիսուսը շուրջը նայելով ասաց իր աշակերտին. «Ինչքան դժվար է, որ հարստություն ունեցողը Աստծո առկայությունը մտնի»։ Գիտեք, հարստությունը սա այն չի, որ մենք աղքատ լինենք, որ
Նորից եմ ասում, որ մեր սիրտը կպաշ չի լինի։ Մեր հույսը հարստությանը, մենք հուսացած չլինենք հարստությանը։ Այսօրվա վերնագիրը ես գիտեք ոնց եմ դրել։ Իմ Աստված, որին ես հուսացած եմ։ Իմ Աստված, որին ես հուսացած եմ, երբեք ամոթով չի թողնի, սիրելիս։ Շարունակենք։ Տեսեք, եւ աշակերտները զարմանում էին նրա խոսքերի վրա, բայց Հիսուսը դարձյալ պատասխանեց ասած նրանց. Որտյակներ, որքան դժվար է, որ հարստության վրա հուսացողները Աստծո արքայությունը կմտնեն։ Նորից կրկնեց. որքան դժվար է հարստության վրա հուսացողները Աստծո արքայությունը մտնեն։ Ավելի հեշտ է, որ ուխտն ասեղի ծակով անցնե, քան թե հարուստը Աստծո արքայությունը մտնե։ Եվ նրանք առավել եւս զարմանում էին իրար ասելով. ապա ով կարող է փրկվել։ Գիտեք, այս պատմությանը իր աշակերտները ներկա էին։ Այս համեմատությունը Հիսուսը որ արեց, ու իրանք տեսան այս պատանին, ինքը երեխայությունից անգամ եկավ ծնկները ծալեց Հիսուսի առաջ, խոնարհվեց ու գրված է, որ Հիսուսը սիրեց իրան։ Բայց ասեց. գիտես, շատ ժամանակ, երբ որ գալիս է այն ժամանակը, որ արդեն պետքա քեզ Տերը կպնի, որ դու մի բան թողնես, չես ուզում։ Ու աշակերտները այս պատմությանը ներկա էին։ Ասեցին, տվին առան իրար հետ, ասին, բա ով կարա փրկվի։ Հետաքրքիր հարց։ Հիսուսն էլ նրանց մտիկ տալով ասաց. մարդկանց կողման է անկարելի է, այլ ոչ թե Աստծո կողման է, որովհետև ամեն բան կարելի է Աստծո կողման է։ Ասում է, որ Աստծո համար անհնարին ոչ մի բան չկա, մարդու համար կա, բայց Աստծո համար իրաց բացատրում է, խոսում է։ Եվ Պետրոսը սկսեց նրան ասել. ահա մենք ամեն բան թողեցինք եւ քո ետևից եկանք։ Գիտեք, այս Պետրոսը ամենտեղ իրան առաջ էր գցում, ամենտեղ ինքը առաջինն էր։ Այստեղ էլ չդիմացավ։ Ասես Տեր, բա ես իմ տուն, տեղ, ձկնորսությունս, բիզնեսս, ամեն ինչ թողեք, բա իմ հալը ո՞նց է լինելու։ Գիտեք, ինքը համարձակ էր, ինքը ամենտեղ այս Պետրոսն էր, որ ասեց. Հիսուս, եթե դու ես հրամայի ջրի վրայով քայլեմ։ Հիսուս, այդ առակը մեզ ես ասում, թե ուրիշներին, ամենտեղ ինքը առաջինն էր, այստեղ էլ չդիմացավ։ Աշակերտները մեկը մյուսին էին հարցնում, ով կփրկվի, ինքը չդիմացավ, ինքը հարցրեց։ Այսօր կարող է նույն հարցը դու ունես։ Բայ մենք, որ թողել ենք, ամեն բան եկել ենք, բա մեր հալը ո՞նց է լինելու։ Հիսուսն էլ պատասխանեց ու ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ով ոչ ով չկա, որ թողեց տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր կամ մայր, կամ կին կամ որդիկ, կամ արտեր ինձ համար, ավետարանի համար, որ հարյուրապատիկը հիմա այս ժամանակումը չառնե տներ, եւ եղբայրներ, եւ քույրեր, եւ մայրեր, եւ որդիկ, եւ արտեր, հալածանքի հետ եւ գալու աշխարհկումը հավիտենական կյանքը։ Ահա պատասխանը, ով որ չթողնի ամեն բան ու չգա Տիրոջ ետևից, մի վախեցեք, չեք կորցնելու։ Հարյուրապատիկը պիտի առնես այս ժամանակում հալածանքի հետ միասին ու ամենամեծը ժառանգելու ես երկնքի արքայությունը, սիրելիս։ Երբեք հույսդ չդնես ոչ մի բանի վրա։ Ամեն, փառք Աստծուն։ Շատ պարզ գրված է։ Եթե չթողնես, այսօր մենք թողել ենք, եկել ենք նրա համար, թողել ենք տուն, քույրեր, մայրեր, արտեր, գործեր, որ հարյուրապատիկ առնես, այսօր դրա համար ես դու եկել, սիրելիս, գրված է, ամեն բան գրված է, որ քեզ ոչ մի բան փակված չլինի, հալածանքի հետ միասին, դժվարություններիդ հետ միասին, հարյուրապատիկ առնես եւ ժառանգես երկնքի արքայությունը։ Բայց եթե հուսաս ինչ որ բանի, Աստծուն չես տալիս, սիրելիս, այդտեղ օրհնություն չկա։ Ուզում եմ այսօր պարզ խոսամ, ասեմ, որ օրհնությունը միայն Աստծո հետ է։ Գիտեք, ասում է,
հարստության մի ձգտիր։ Առակաց ասում է, աշկ տնկիր այն բանին, որ ոչինչ է այն անշուշտ թևեր կառնի ու օդը կթռչի։ Պատկերացնում եք, մեր մտածելակերպից ընդհանրապես տարբեր ուրիշ բան։ Այն անշուշտ թևեր կառնի եւ օդը կթռչի։ Փառք Տիրոջը։ Գնում ենք առաջ։ Տեսեք, Սաղմոս 62-ի 10-րդ խոսքում ինչ է ասում։ Եկեք կարդանք Սաղմոս 62-ի 10-րդ խոսքը։ Մի հուսակ հարստահարության եւ զուր հույս մի դնեք հափշտակության վրա։ Եթե հարստությունը շատանա, սիրտ մի դնեք նրա վրա։ Եթե հիմա Տերը քեզ օրհնի, 100 պատիկը առնես, հույսը չդնես հարստության վրա ու թողես ու գնաս։ Մեկը Աստված հավատարիմ է ու իր խոսքի հետևը կանգնած է։ Հույսը երբեք ամոթով չի թողնի։ Մի պատմություն էլ կա։ Դա գրված է Ղուկաս ավետարան 19-րդ գլխի 1-ից 10-րդ խոսքերը։ Եկեք կարդանք այս պատմությունը։ Շատերից շատ քաչ հայտնի տեղը։ Ղուկաս ավետարան 19-ի 1-րդ խոսքից եմ կարդում։ Եվ մտած Երիքովի միջով նա անցնում էր, ահա մի մարդ, անունը Զաքեոս կոչվածը, որ նա մաքսապետ էր, եւ ինքը հարուստ էր, եւ ուզում էր Հիսուսին տեսնել, թե ով է, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետեւ հասակով կարճ էր։ Եվ առաջ վազեց, վեր ելավ մի ժանտաթզենի, որ տեսնե նրան, որովհետև այնտեղով պիտի անցներ։ Եվ երբ որ այնտեղը եկավ, Հիսուսը վեր նայեց եւ նրան ասեց. Զաքե, շուտ արա, իջիր, որովհետև ինձ այսօր պետք է քո տանը կենալ։ Այստեղ ինձ գրավեց Հիսուսի քաղցր մոտեցումը։ Գիտես, ասում է, որ այս մարդն էլ հարուստ էր, մաքսապետ էր, իշխանության տեր մարդ էր։ Երբ որ լսեց, հավատքը լսելուց է, ուզեցավ տեսնի, բայց կարճահասակ էր, չէր կարում, մի բան պետք է աներ, որ տեսներ։ Հիսուսն էլ բազմությունով անցնում էր։ Գիտես, երբ որ ձեռքերը ծալում նստում ես, չես տեսնի, չես հասնի, պետք է մի բան անես, շարժվես, քայլ անես, ասում եմ մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ ձեզ։ Այդպես չի, փառք Տիրոջը խոսքի համար, ամենտեղ իր պատասխանը ունի սիրելիս, դրա համար ասում եմ, ճանաչենք ճշմարտությունը, որ կարողանանք ճիշտ մատուցենք, որ մեզ ավելորդ պիտակներ չկպցնեն։ Ճանաչեք, կարտացեք, վայելեք, Աստվածաշունչը, այսպես վերցրեք, շնչեք, գրքերի գիրքն է, կյանքն է, իրական կյանք ես ուզում ապրել, կարդա Աստծո խոսքը, պատասխաները ուզում ես հստակ վերցնես, ինչ որ մեկից միշտ ուզում ենք, չէ, խորհուրդ պատասխան, էսա քո խորհրդատուն, իմ խորհրդատուն, կարդում ես, նման իրավիճակիդ համար միշտ կա պատասխան, բայց այստեղ ամենաշատ ինձ կպավ, որ ասեց, Զաքե, շուտ արա, իջի։ Գիտեք, մեղավոր մարդ էր, երբ որ տեսավ Հիսուսը մոտեցավ, ինքը դարձավ բարեկամ, հարազատ։ Գիտես, երբ որ դու մեկին քո սրտին մոտիկ մարդ ես ընդունում, քո սրտին հարազատ մարդուն, օրինակ ես իմ Մարինեիս, ասում եմ Մարս, Լույսաքրոջս ասում եմ Լույսնյակս, երբ որ քեզ հարազատ ես ընդունում, դու անունն էլ ես փոխում, չէ, այդպես չէ, սիրելիս։ Փառք Տիրոջը ու ինձ գիտես էսի գրավեց, որ ասեց, Զաքե, շուտ արա իջի, այսօր քո տուն եմ գալու։ Զաքե, շուտ արա իջիր, որովհետև ինձ այսօր պետք է քո տանը կենալ։ Նա էլ շուտ իջավ եւ ուրախությունով ընդունեց նրան։
Եվ բոլոր տեսնողները տրտնջում էին ու ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու։ Էսի բնական է։ Ինչ էլ անես, տրտնջացողները, խոսացողները պետք է ասեն, այդ մեղավորի հետ, այն անշնորհքի հետ, խոսում եք, եկեղեցին այսպես մարդ է գալիս, այնպես է գալ։ Էս միշտ կա, սիրելիս։ Բայց կարևորը որ Տիրոջ կողմից մենք ընդունված լինենք, սիրելիներս։ Զաքեոսն էլ կանգնեց, Տիրոջն ասեց. տեսեք։ Տեր, ահա իմ ինչքերի կեսը աղքատներին կտամ, եւ եթե մեկին զպարտությունով զրկել եմ, 4 պատիկ կվճարեմ։ Հիսուսն էլ նրան ասեց, թե այսօր փրկություն եղավ այս տանը, որովհետև սա էլ Աբրահամի որդի է, որովհետև մարդի որդին եկավ, որ որոնե ապրեսնե կորածին։ Տեսեք, սիրելիներս, Հիսուսը գիտեր, որ ինքը ինչքերի տեր մարդ էր, բայց ինքը իրան գալով զղջաց եւ ասեց. Տեր, ում ինչքան վնաս եմ հասցրել, ապաշխարեց այս մարդը։ Հույսը չդրեց ունեցվածքի վրա, ասեց ում վնաս եմ տվել, 4 պատիկ կհատուցեմ։ Եվ ասեց. այսօր էլ այս տանը փրկություն եղավ։ Փառք Տիրոջը, սիրելիներս, շնորհակալ եմ Տիրոջը խոսքի համար, որ այս խոսքը գալով ամեն անգամ մեզ մեծացնում է, մեզ հասակ է տալիս, սիրելիներս, որ հույսերս երբեք ոչ մի բանի վրա չդնենք։ Մեր Աստված ամենակարող Աստված է։ Մենք այստեղ հեքիաթներ չենք պատմում։ Մենք պատմում ենք իրական Աստծո մասին։ Մենք ինքներս զորանում ենք, մենք ինքներս բժշկվում ենք, մենք ինքներս հոգևոր հասակ ենք առնում, երբ որ մենք ծառայում ենք Տիրոջը, երբ որ կարդում ու տալիս ենք։ Աստծո խոսքը ասում է, լավ է տալը, քան թե առնելը։ Որովհետև երբ որ տալիս ես, դու արդեն օրհնված ես, դու դրա կարիքը չունես։ Բայց գիտեք, մի պատմություն էլ կա։ Այս չեմ կարդա, ուղղակի գրված է Ղուկաս ավետարան 12-րդ գլխի 15 խոսքը, 15-ից 21 խոսքերում է գրված։ Ասում է մի մարդ կար, մի հարուստ մարդ կար։ Ասում է արտը լիքը բերք տվեց։ Եվ մտածեց, ինչ անեմ, այսքան առատ բերք ստացա։ Ինքը իր մտքում որոշեց. շտեմարաններս կքանդեմ, մեծ, ավելի մեծը կկառուցեմ ու կասեմ, կեր խմիր զվարճացիր երկար տարիներ։ Ապահոված, ինքը իրան մտածում է, ես ապահոված մարդ եմ, երկար տարիների համար։ Ու գիտեք, Աստված եկավ ասեց, անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից կպահանջեմ։ Ինչի համար, սիրելիս։ Որովհետև հուսածած էր իր շտեմարանների վրա, իր ունեցվածքի վրա, բայց ոչ, մենք հուսածած ենք բարձրյալին։ Մեր հույսը նա է։ Մեր հույսը այսօրվա կորչող ունեցվածքը չի։ Մեր հույսը, ինչպես Զաքեոսին ասավ, այսօր այս տանը փրկություն եղավ։ Թող այսօր ամեն մեկիս տներում փրկություն լինի, սիրելիներս։ Երբ որ հուսաս ու հավատաս, ասում է, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեցեք, աղոթքին հետևեցեք։ Մենք պետք է միշտ քայլենք Տիրոջ հետևից, նայելով խաչին։ Տես ասեց, վերցրա խաչդ, արի իմ հետևից։ Խաչդ վերցրա, խաչին նայր միայն, աջ ու ձախ մի նայր։ Այդ խաչը մեզ միշտ ասում է, որ այդ խաչի վրա կատարվեցավ մեր փրկությունը։ Քայլենք Տիրոջ հետևից ու ապավինենք միայն նրան, սիրելիներս, կզորանաս դու, կբարձրանաս, երբ որ քո հույսը Տիրոջ վրա է, երբ ոչ մեկից սպասումը թող չլինի, ոչ մի բանի վրա,
ոչ քո գիտության վրա, ոչ քո ունեցվածքի վրա, ոչ մի բանի եկել է ժամանակը, որ սա բոլորս ընդունենք։ Իմ հույսը իմ Աստվածն է։ Իմ Աստված, որին ես հուսածած եմ, երբեք ամոթով չի թողնելու։ Առակաց 11 28 խոսք է, խոսքից կկարդամ։ Իր հարստությանը հուսացողը վայր կընկնի, բայց արտարները կծաղկեն դալարի պես։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն ասում։ Չգիտեմ այսօր Սուրբ Հոգին ինչի է հենց սրա վրա տանում, բայց հավատացեք, բան ունի ինձ ու քեզ սովորեցնելու, որ հույսդ կորչող ունայն բաների վրա չդնես։ Քրիստոսը խաչի վրա աղքատացավ, որ այսօր ես ու դու իրանով հարուստ լինենք։ Այս է մեր հարստությունը։ Ինքը խոստացել է, չեմ թողնի ու չեմ լքի։ Չեմ թողնի։ Ասում է թեև հայրդ ու մայրդ քեզ թողնեն, ես քեզ չեմ թողնի։ Փառք Տիրոջը, շնորհակալություն Աստծուն, սիրելիներս։ Եվ ուզում եմ մի տեղ էլ կարդամ Աստծո խոսքից։ Երեմիա 17 7-րդ խոսքից։ Ահա ինչպիսին է Աստծո մարդը, Երեմիա 17 7-րդ խոսք։ Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, եւ Տերն է նրա հույսը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ։ Նա իր արմատները կձգե գետի մոտովը եւ չի տեսնի տաքությունը, եկած ժամանակումը, այլ նրա տերևները կանաչ կլինի եւ երաշտ տարին նա չի վախենա եւ չի դադարիլ պտուղ տալուց։ Օրհնյալ ես դու սիրելիս, որ ապավինել ես Տիրոջը։ Ոչ մի բանից չես վախենա, ոչ մի աղետից չես վախենա։ Ապավինիր միայն Աստծուն, քո հույսը թող միայն Բարձրյալի վրա լինի ու հիշիր, Բարձրյալի ծածկոցի տակից դուրս չգաս, շատ վտանգավոր է։ Դու ես որոշում, մնաս, թե գնաս չարի ծածկոցի տակ մտնես ու հետո ասես, ինչի էսպես եղավ։ Մնացեք Տիրոջ ծածկոցի տակ, սիրելիներս, թող Աստծո անունը բարձր պահեք։ Սիրեք Աստծուն, ապրեք Աստծո հետ, զորացեք նրանով։ Զորությունը միայն նրանից է։ Զորությունը ոչ դեղերի մեջ է, ոչ մի բանի մեջ չի, ոչ այն վիտամինների մեջ է, որ խմում եք։ Դրանք ասում են անձդ վարժեցրու Աստվածպաշտության մեջ։ Մարմնի վարժությունը շատ քիչ բանի է օգտակար։ Անձդ վարժեցրու, օրերը չարեն, որ կարողանաս ճիշտ պատերազմել սովորես։ Եթե պատերազմելը մենք ճիշտ չսովորեցինք, մենք կվնասվենք։ Հենց մարտի դաշտում Սատանան կգա եւ կխփի։ Թող այդպիսի չլինի մեր կյանքը, սիրելիներս։ Գիտեք, ամեն ինչ իրական է, ինչ որ խոսում եմ իրական է։ Այս օդի իշխանը ինքը Սատանան է, սիրելիս։ Նույնպես աշկերով չենք տեսնում։ Մենք մեր Աստծուն էլ աշկերով չենք տեսնում։ Աշակերտներն ասես, երանի նրանց, որ չեն տեսնում, բայց հավատում են։ Զգուշ եղեք, մատերի արանքով մի նայեք։ Ժամանակները շատ արագ անցնում են ու շատ արագ հարվածները գալիս են։
Մնա բարձրալի ծածկոցի տակ։ Խնդրում եմ ոտքի կանգնես։ Եկեք մի աղոթք վերցնենք, հանձնենք մեր կյանքը ամբողջովին Տիրոջը, մեր հույսը, մեր ապավենը թող միայն Աստված լինի, սիրելիս։ Երբեք ամոթով չես մնալու, հավատացնում եմ քեզ, հույսը չի ամանչացնի, չվախենաս։ Հայր, շնորհակալ եմ ամեն բանի համար, գոհանում եմ քեզանից, զորության Աստված, որ դու խոստացել ես, չեմ թողնի ու չեմ լքի։ Թող մեր հավատքը այսօր էլ բարձրանա դեպի քեզ։ Մեր հույսը միայն դու լինես, Տեր։ Անկախ ինչի միջով մենք կանցնենք, Տեր, դու մեզ չես թողնի։ Դու մեզ հետ ես մինչև աշխարհի վերջը։ Շնորհակալ եմ, Տեր։ Զորացրու ամեն մեկին Սուրբ Հոգի։ Զորացրու, Տեր, դու գիտես բոլորի սրտերը, ով ինչի հետ է կապված, Տեր, արմատախիլ արա, Սուրբ Հոգի ասա, ինչի հետ է, ինչ որ մեկի սիրտը կապված, Տեր, ասա, Տեր իմ Աստված, ժամանակն է, որ մենք փոխվենք ու հուսանք միայն քեզ, Տեր իմ Աստված, մեր հույսը դու ես, մեր առաջնորդը դու ես, շնորհակալ ենք քեզանից, ամեն ինչի համար, Տեր, ապավինում ենք միայն քեզ, թող քո առաջնորդությունը լինի բոլորիս կյանքերի մեջ, բոլորիս ընտանիքների մեջ, Հիսուսի զորավոր անունով, ամեն, ամեն, ամբողջ փառքը Աստծուն,